Աքսիզային հարկի բարձրացման հետևանքով թանկանալու են ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը։ Ինչպես եք վերաբերվում թանկացման նոր ալիքին։ Օրեկա մի բան ողգոնում են, ինչ ասում։ Շատ վատ։ Ուրիշ բան չունեմ ասում։ Շատ վատ։ Եթե թանկության հետ մեկտեղ նաև համապատասխանաբար բարձրանային աշխատավարձներն ու թոշակները ոչ թե 10,000 դրամ, էլի գոնե մի բան կլիներ։ Թե չէ մենակ թանկացումները ժողովուրդը արդեն մեռավ այդ թանկացումներից։ Մինչև ուր։ Ինչ ա լինելու հետո։ Շատ քեշ։ Եթե այդպես մնա, կարծեմ թե ամեն ժողովուրդը ալբիտ դժկոհի եւ ով որ ընդրեց աս իշխանություններուն կարծեմ թե քիչ ուշքի գուկան ալգնային ամեն մարդ ինչպես պետք է ապրի այս քաղաքում, չէ՞։ Այդքան։ Իհարկե ոտ։ Եթե թանկանում ոնց կարող լավ լինի։ Դե բոլորի վրա էլ անդրադառնալու էլի միանշանակ թանկացումները, բոլորին էլ անդրադառնա միանշանակ վատ։ Իսկում է հաճելի այդ բարձրացումը։ Ինձ թվում է ոչ մեկին։ Ես այստեղ չեմ բնակվում, դրա համար երևի նորմալ կվերաբերվեմ այդ հարցին, որտեղ բոլոր շտեղերում է թանկացումներ ա լինում։ Ինձ թվում է նորմալ է։ Դուք որտ երկրում եք ապրում, այնտեղ ինչ է թանկացել։ Փարիզում բոլորը թանկացել է, ամեն ինչը։ Ամեն ինչն է թանկ է հիմա։ Ունեցած որ ստեղ էլ է թանկ, ինձ թվում է նորմալ է։ Դիզվառելիքը իհարկե անհանգստացնող է, բայց կարծում եմ այնքան մեծ ուրեմն ազդեցություն չի ունենա, հաշվի առնելով այն, որ հիմա դիզվառելիքը նաև ստացվում է Ադրբեջանի տարածքով, մուտք է գործում Հայաստան, չեմ կարծում, որ այդքան շատ մեծ թանկացումներ լինեն, հատկապես այս ամառային ժամանակահատվածում, բայց բնականաբար ովքեր որ ծխախոտ են օգտագործում եւ ալկոհոլ են օգտագործում, նրանց համար զգալի իհարկե զգացնել կտա դա։ Պարզ տրամաբանական հարց է, բոլորիս գրպանին շատ վատ է անդրադառնալու։ Նորմալ եմ վերաբերվում։ Այդ է ինչ անենք։ Ոնց պետք է վերաբերվեք թոշակառու երկրորդ կարգի հաշվանդամ մարդ են։ Ոչ ինչ չի հերիք։ Չլինի, էսենց չլինի, չէ՞ կարա սենց երկար ձգեք։ Դե որ չթանկանա լավ կլինի, բայց որ թանկանա ես ինչ կարամ անեմ։ Բոլորի վրա էլ անդրադառնալու է։ Հարկերը բարձրացան, բարձր բնականաբար մարդկանց եկամուտների վրա անդրադառնալու է։ Մարդիկ պրոստը պետբյուջեն լցելու համար պետք է սկսեն քերել է դա։